Կանոնավոր մեդիտացիա անելով մենք ստեղծում ենք մի իրավիճակ, որտեղ մեր կյանքը հիմնված է մեդիտացիայի արդյունքի, մեդիտացիայի նպատակի վրա։ Կարիք չկա անընդհատ մեդիտացիա անել։ Մեր սկզբունքն է անել ավելի քիչ և հասնել ավելի շատին։ Սա կյանքի հմտություն է։ Ահա թե ինչ է տեղի ունենում։ Երբ մենք կանոնավոր ենք մեդիտացիայի մեջ, մենք մեր նյարդային համակարգը ենթարկում ենք խորը հանգստի կանոնավոր ժամերի։ Բոլոր նրանք, ովքեր ժամանակին քնում և ժամանակին արթնանում են, ժամանակին ուտում են, ժամանակին գործում են, ժամանակին հանգստանում են, նրանք, ում կյանքը կարգավորված է, կյանքի, գործունեության և հանգստի այդ կանոնավորությունը, կանոնավոր սովորությունները, նպաստում են լավ առողջությանը։ Սա ընդհանուր փորձառություն է։ Այսպիսով, երբ մենք մեդիտացիա ենք անում առավոտյան և երեկոյան, ֆիզիոլոգիական փոփոխություններից զատ, որոնց նկատմամբ մարմինը կարգավորվում է, և այս կերպ կառուցվում է շատ ճկուն նյարդային համակարգի իմպուլս, որտեղ շրջակա միջավայրի ազդեցություններին հարմարվողականությունը առավելագույնն է։ Արդեն հայտնաբերվել է, որ ռեակցիայի ժամանակն ավելի արագ է դառնում։ Սա հոգեբանական մակարդակում է, և դրա հիմքում ընկած է նյութափոխանակության արագության և համակարգի կենսաքիմիայի փոփոխությունը։ Այսպիսով, մեդիտացիայի կողմից առաջացած այս հիմնական փոփոխությունները ստեղծում են կայունության ընդհանուր ազդեցություն, և սա շատ կարևոր է զարգացնել։